Անգլիազնով սույն թվականի մարտի 25-ին Հայաստան Էլեկտրական станցիաների ընկերությունը անորեն համատեղեցման ներկայացրել ընկերության 2015-2024 թվականների ներդրումային ծրագիր 2025 թվականների հատվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներդրումային ծրագիր։ Ներկայացված ծրագրի փոփոխության անհրաժեշտությունը ընկերությունը պայմանավորվել է հաստատված ծավալների հստակեցման և նոր աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։ Ծրագիրը ուսումնասիրվել է հանձնաժողովի աշխատակազմի կողմից, ինչպես նաև ներկայացվել է դրաստների կառավարման և ինտեգրացիայի նախարարության կողմից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունները հաշվի են առնվել։ Ակնհայտ որ 2025 թվականի համար նախատեսված է իրականացնել մոտ 48.6 միլիարդ դրամի ներդրումներ, իսկ ներկայացված ծրագրով մոտ 54 միլիարդ դրամի։ Սակայն միևնույն ժամանակ ընկերությունը հայտնել է, որ նախատեսված ներդրումի իրականացման ընթացքում կատարվող պլանային անջատումները շեշտակի կվատորացնեն արձանագրվող հոսանքազրկումների միջին անջատողականության և հոսանքազրկումների միջին տևողության ցուցանիշները։ Համատեղել ծրագրի իրականացման հետևանքով առաջացած պլանային անջատումների ազդեցությունը նվազեցնել 2025 թվականի համար հաշվարկվող բացասի ցուցանիշներից։ Այս առումով ցանկանում եմ նշել, որ 2025 թվականը անցնում է ընկերության համար հաշվետու տարի, որի համար սահմանված են կատարողական ցուցանիշներ։ Մասնավորապես 2025 թվականի արդյունքներով հոսանքազրկումների միջին անջատողականության և հոսանքազրկումների միջին տևողության ցուցանիշները պետք է 25%-ով բարելավեն 2025 թվականին հաստատված բազային ցուցանիշների համար։ Օրինակ 2025 թվականի արդյունքներով պետք է գնահատվել ընկերության նախորդ թվականների ներդրումային գործունեության արդյունավետությունը։ Բայց համաձայն ընկերության ներկայացված հաշվարկների փաստացի կունենանք իրավիճակ և 5 տարվա ներդրումների իրականացման արդյունքում հաշվետու տարում կունենանք ավելի վատավիճակ, քան կար դեռևս 2020 թվականին։ Բացի այդ, այս ծավալով ներդրումների իրականացման պարագայում ընկերության սակագնային մարժը և աշխատանք ծառայության մաքսիմալ սակագների հաշվարկման ներառվող մաշվածության և թույլատրելի շարքի համակարգումները շուրջ 2 միլիարդ դրամով կգերազանցի հաշվարկվող մաշվածության և թույլատրելի շարքի գումարային տարեկան առավելագույն մեծությունը, ինչի արդյունքում ավելի քան 10 միլիարդ դրամի շատով ներդրումների փոխադրությունը ընկերության սակագնային մարժը և աշխատանք ծառայության մաքսիմալ սակագներով էականորեն կերտացվի ընկերության համար շարաշրջի ֆինանսական որի Իդեական համակարգի սարեցան նախորդակի մոտեցնում։ Այսպիսով աշխարհի վերաբերյալը ձեզ առաջարկում եմ ներառել ընկերության կողմից համաձայնության ներկայացրած 2010-2024 թվականի ներդրումային ծրագրի 2025 թվականի հատվածի փոփոխությունները, ներդրումային ծրագրի այդ հատվածը թողնելով Ներկայացում ինչ են առաջարկում, որ սեղմել հասկանալու են բոլորի համար։ Այս տարվա ներդրումային ծրագրով մոտավորապես 498-ից և 132 կիլոմետր մալուխ կամ հիմնանորոգեր կամ վերանորոգեր հիմնականում թիրախ են ընտրված են մալուխներն գծերը, որտեղ հոսանքի անջատման անցած տարվա դինամիկան շատ մեծ է։ Հիմա մենք հանել ենք ընդհանրեն 81, որը վերջնական կատարված է, և 81-ի այսպես անցած տարվա ցուցանիշի հետ այս տարվա ցուցանիշը համեմատելով շատ փոքր թիվ է ստացվում, հաշվի առնելով, որ աշխատանքները ավարտվել են օրինակ ընդհանուր 22.05-ին, բայց արդեն կա նվազեցում համապատասխան անջատումների, այսինքն անջատման քանակը 81 գծի մասով անցած տարվա առաջի կիսամյակում և երկրորդ տարվա առաջի կիսամյակում 95-ը 224-ի դիմաց, այսինքն 58% նվազում։ Ես ընդունում եմ, որ մենք ենք ձեզ ասել, որ այո, անվտանգությունից ելնելով, գծերը միացնելով, հավանականությունից ելնելով անջատումների քանակը շատանալու է, բայց մենք պլանային անջատումների միջով, բայց մենք քայլ անում ենք, որպեսզի այսուհետև համարյա բացառենք այդ գծերի անջատումը և յուրաքանչյուրս մեր կենցաղը կլինի թե ընդհանրապես, հիմա եթե օրինակ ինձ որպես քաղաքացի ասեն, միացած գործողություն ենք անում բնիկանի ամիս ավելի շատ կմնաց խցանալներ, բայց հետո համարյա խցանում չի լինի, ամենայն դեպս այդ մասով ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ողջամիտ պետք է որ համաձայնի։ Այսինքն տրամաբանությունը կարողանում է դրանում, որևիցե անգամ 2 միլիարդ առաջանալու դեպքում, որին մեր ֆինանսական տնօրենը պատասխանեց, որևիցե դեռ սակագնի վրա չեն պատրաստում թողնել որոշում ձեռնական հետաձգելու կամ ընդհանուր ընկերության շահույթի, այսպես ասած, մասով նվազեցնելու։ Շատ կարևոր եմ համարում նախագիծը, եկեք ուղղակի ավելի խորը պատկերացնենք, մենք հիմա անում ենք անկեղծ։
Եթե ավելի անկեղծ խոսենք, մարտի 25-ին դիմել հուլիսի 3 կամ 4 նախագծակալից որ ներժնում է, դրա անվանություն այստեղ չեմ տեսնում ես, որտեղ դու կարող եք ասել, իսկ ինչի էիք անում, եթե չունեիք համաձայնություն, շատ լավ արել ենք վերջինաշուրջ ընդունելու դեպքում մենք մեր ծրագիրն ենք իրականացնում եւ լավ բան ենք անում, ինչ ենք անում, բայց կիսամյակը ավարտելուց հետո նոր նախագիծ մի քիչ չգիտեմ ինչքան է դա ճիշտ կամ սխալ։ Ես պնդում եմ անում, որ այս մեր ներկայացրած ներդրումային ծրագրի փոփոխությունից հետո միանշանակ ծառայելու է իշխող մեր ազգաբնակչությանը։ Ես դա երաշխավորում եմ, թերևս էլ արդեն երևում եմ ասում 15-20 կամ մեկ ամիս ավարտած գծի դեպքում ուղղակի վթար չկա։ Վերջի քանիներն էլ բոլորս գիտեն, այսինքն հիմնավորված է։ Անկեղծ ասած, պատրաստ ենք ընդունել աուդիտ ձեզանից, այդ ավարտած գծերը նայվի, չգիտեմ, այս մեր դրած թվերին չհավատալու դեպքում ավելի այսպես մանրակրկիտ մատյաններով դիսպեչերական մյուս, այսինքն անկեղծ կարճ ձևակերպելու դեպքում մի քիչ նեղություն, հետո շատ ավելի լավ վիճակի համար։ Ճիշտն ասած, հետաքրքիր է այդ Սայեդի ծրագրով որ տարին չենք կատարել մեր պարտավորությունը, որովհետև խոստացել ենք 25-ի պետք է կատարվի, եւ երկրորդը այդ դեպքում 24-34 ներդրումային ծրագրով ինչի իրավունք վերապահող ընկերությանը ներդրումներում փոփոխություններ կատարելու համար ես եթե այսպիսի տակորային տրամաբանությամբ պետք է կատարվեր այդ ամենը։ Ուղղակի հետաքրքիր է միանգամից ընդհանրապես ներդրումային բանի այդ փոփոխությունները ընդհանրապես կտրենք վերջացնենք։ Եվ երկրորդը բոլորս էլ լավ գիտենք մեր լրագրողից հարց տալիս մինչև 18%-ով կատարվել ձեր այդ գծերի վերանորոգումից, այսինքն դներ իրանց մոտ լաց լիներ կամ իրանց դոշի լաց լիներ, ասեի այսքան նորմիացումները շատացել է, որը բնականաբար սակագնի ազդեցություն չունենալու համար ներդրումային ծրագրից վերցնում ենք ուրիշ համար խոսանք ենք քաշում։ Դրա մանություն չկա, բան այսօր։ Երբ կներեք, երրորդ հարցերը չպատասխանեցիք, վերջի գործողությունները հաշվի առնելով այս որոշումը կայացրեք, ձեր ոնց։ Ապա մարտի 25-ից դերել ենք, առանձնապես քննարկելու խնդիր չկար, բանավոր եղել են խոսակցություններ, մտահոգություններ, բայց 2.5 ամիս հետո գար սրանց հետո կներեք մտահոգություն։ Իմ համար առնվազն։ Անորազյան, վերջի հարցը չգիտեմ երբ ձևակերպեցիք, բայց պատասխանում եմ բացարձակ կապ չունի, վերջի գործողությունը ասելով նա չգիտեմ ինչ կապ, բայց որևէ գործողության, որևէ իրադարձության հետ այս որոշումը կապ չունի եւ ձեր ասվածը լրացուցիչ չեմ մեկնաբանում, ես իմ տեսակետը ասացի։ Չէ, որ տարիներ որ մենք չենք կատարել սա այսօր։ Դուք ձեր խոսքի մեջ ասացիք ամեն տարի չեք կատարում, ասում եք ոչ 25 թվականին դա կլինի։ Ասեք այդ ցուցանիշը։ Դուք ձեր հանձնաժողովի կայքում տեղադրում եք, որ ամեն ինչ նորմալ է, ընդհանուր դաժե պլանից առաջ ենք ել, ճիշտ է։ Անունը ներկայացրիք հարցը։ Ընդհանրապես ամեն տարի փոփոխություններ ներկայացնելու հետ մեկտեղ, երբ որ առաջի երկու օրվա տեստերը մնողում են նորմիացումներ, առանց աշխատանքների եղել են, Գրավորատվականից հարցեր բարձրացան, որ այսպիսի տեղափոխությունների արդյունքում ծավալների թերակատելու արդյունքում հարցականի տակ է դրվում 2025 թվականին ցուցանիշները հասնելու մոտեցան Իսավենք ասել։ Ճիշտ է, ասել, որ արդյունքը ծուրում է։ Չէ, հետևից գումարը կներեք մեկ-մեկ ընդհատում եմ, միգուցե կարող հարավացությունից, բայց եթե ներդրումներից գումարը հանում ենք այնտեղ, որտեղ նախատեսված չի եղել, 70 քանի միլիոնը 250 միլիոն է դառնում ներդրումային ծրագրով։ Որ մի քիչ իրար հասկանան, չէ՞, 70 միլիոն դոլար մենք պլանավորել ենք այս ամբողջ ընթացքում կատարել նորմիացում, կատարել ենք 254։ Եթե չեմ սխալվում, այնց տարբերություն թիվը 147 միլիոնի կարգ է։ Հատ ինչ չանեիք այդ 147 միլիոնը դնենք ընդեր։ Ես եմ մեղավոր դրա համար, թե հեչ։ Հիմա եկեք ասենք, լավ բան ենք ուզում անենք, բերեք ժողովրդի իրար հետ բոլորը, անկախ տարաձայնություններից, մեր, ձեր, կառավարության մյուս, էլի մենք գնում ենք, այսպես ասած, կոնստրուկտիվ դաշտում փորձում աշխատել, բայց չկա ամենտեղ ինչ-որ sense բան է, երկաթի դռներ են փակվում, չէ, չէ։ Ախր նորմալ չի, վերջին հաշվով այստեղ
ոչ մեր շահն անձնական, ոչ ձեր շահն անձնական, այստեղ հանրային գերակաշա, ինչպես սիրում են նշել շատերը մեզ վերջերս, բանվորը մնաց հանրային գերակաշա։ Դե ուրեմն ազնիվ հանձնաժողովը թող իր զեկույցը արտահայտի եւ նշի, որ մենք ենք տենց արել, որ այս ներդրումային ծրագիրը, որը պետք է ուղղել օդային գծերի, չգիտեմ, մալուխների, տրանսֆորմատորների, ենթակայանների եւ այլ վերակառուցմանը մենք ենք ասել, այս վեկալը տարեք նոր միացում արել։ Ինչ անենք, հեծը տենց խեղճ ա եղել, որի գլուխով որը բռնի խուզի։ Հուզական բաները մի կողմ դիտենք, չէ, դե իրականությունը, ասեմ գիտենք իրականությունը, ամուրը ձեր կարճ ամուրը։ Խնդիրը դա բավարար է, 2021 թվականից սկսած, տեսնելով այս տեղափոխությունները, հետո անդադար են բացասվում, հարգելի ցուցանիշները, եթե խնդիր կա, հնարքեք 21 թվականից սկսած։ Միշտ բացահայտել է խնդիր չկա, մենք 21 թվականին հանձնարարել էր հենց ցիտատը ասեմ, հանձնարարել մեզ տված պարտավորությունների։ Իսկ խնդիրը այն ժամանակ եթե մեր համար ակնառել, եթե ձեր համար է ակնառել, 21 թվականին խնդիր է։ Բայց չէ՞ այս հավատում։ Չհավատալու։ Դա եկեք ամփոփենք, շնորհակալություն։